I agree with the assessments just made. Orchestra on the political scene and would very much wish to see. Միանգամայն պարոն Հարությունյան կիսում եմ դրային Երեք միսօր եկել էին, ասել էին ծախսերը սրանք են, այնտեղ կա ընթացիկ ծախս, կա ինվեստիցիոն բաղադրիչ, ի՞նչն է փոխվել։ Հանրապետություն գնաճը չի գերազանցել սահմանված թվերը բյուջեի մասին օրենքով։ Ոչ ոք իրավունք չունի, ասի 20 միլիարդ պակասում, ինչ է պակասում։ Նազարյանն անմիջապես պետք է աշխատանքից ազատվի։ Ինչու չէին հաշվի առել։ Մինչև այդ։ Սա է խնդիրը։ Մենք երբ ենք փոխել սակագինը, քանի ամիս առաջ էր։ Հա։ Այո։ Իսկ ինչպես կարող է տնտեսությունը աշխատել ամիսը մեկ սակագին փոխելով։ Մենք հրաշալի հիշում ենք անցյալ տարի սակագների հիմնավորումը։ Որպես կանոն, լինի Ռուսաստանը, լինի Եվրոպան, դա անում են 3, 4, 5 տարով, եթե չկա արտակարգ դեպք չի եղել։ Չկա այդպես բան։ Մեզ չեն ասել 20 միլիարդը ինչի է պակասել։ Սա է խնդիրը, ընդամենը դա։ Ես հիմա եթե մնամ ելույթ կունենամ, եթե կարդամ այն փաստաթուղթը, որ Հայաստանն ուզում է ստորագրել, તો ակնհայտ է որ պետք է նախագահ լինի։ Ոնց կարող է մենք պատերազմի մեջ ենք այդ վիճակում, ոնց կարող է այն պատասխանը, որ թե մեր կողմից էլ վարչապետը կպատասխանի, ոչ թե անընդունել է, պարզապես ծիծաղել է։ Ինչպես է պետք է լինի Հայաստանի դիրքորոշումի, ինչ է սպասվում հուլիսի 1-ին վերջը կստորագրվի անդամակցի մաքսային։ Ես պատրաստվում եմ հիմա խոսել նման բաները իհարկե պետք է հանրաքվեի դիմել, դա շատ լուրջ փաստաթուղթ է, այնտեղ մի ամբողջ գամմա ինքնիշխանության զիջում կա։ Դա չի կարելի, ամբողջ այդ սահմանադրությունը ընդունվել է բանով, հանրաքվեով։ Հետևաբար այդ թուղթը, որը սահմանադրության նորմերի շուրջ կեսը վերցնում է, պետք է նույնպես հանրաքվեով ընդունվի։ Չի կարելի այդպես։ Եթե գրված է, որ հարկերը սահմանվում է, ասենք, ԵՏՄ այսինչ մարմնի կողմից, մեր սահմանությամբ գրված է, որ մենք ենք սահմանում։ Աստանայից հետո նաև մեծ խառնաշփոթ առաջացավ Լեռնային Ղարաբաղի մասով մաքսակետ կդրվի։ Նույնը, եթե Հայաստանում նախագահի պաշտոնը վերանա Լեռնային Ղարաբաղում, նախագահ չպետք է լինի։ Մենք դա տեսել ենք 92 թվականին, պարտություններ ռազմաճակատում։ Միանշանակ։ Ազգային ժողովի նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետը տարբեր մոտեցումներ ունեն, ասել որ Լեռնային Ղարաբաղի հետ պետք է անդամակցի Հայաստանը։ Երեք Facebook-ում հստակ բացատրել եմ։ Դժբախտաբար հանրապետության արտգործնախարար տեղյակ չէր այդ ամեն ինչից։ Նա պետք է վազեր Նազարբաևի ելույթից ու փսփսար նախագահի ականջին ինչ պատասխանի։ Հստակ գրել եմ։ Իսկ այդ անտեղյակությունը ինչով է բանալու։ Չեն աշխատում, մեզ չեն հարցնում։ Այն օրերին մենք ենք արել։ Ոչ մի անգամ ոչ նախագահան, ոչ արտգործնախարարը չեն զանգել, ասել կարելի է հանդիպենք խոսել։ Նույնը ատոմակայանի մասով։ Ինչպես են այս թղթերը ստորագրվել, սա կուլտուրա չկա աշխատանքի։ Երբ որ մենք մտնում ենք առևտրի համաշխարհային կազմակերպություն, Ժնևում Ադրբեջանը դիմել էր, Հայաստանը չի կարող մտնել, որովհետև իմ տարածքի մի մասը խլել է։ Երբ որ Ժնևում հանդիպեցինք, այն ժամանակ հետո դարձավ Շվեյցարիայի նախագահ այդ կինը, անցյալ տարի դիտորդ էր այստեղ։ Ես նա հետ հանդիպեցի 96 թվականին։ Ասացինք, որ աշխարհը ֆիքսել է, որ Ղարաբաղը կա քաղաքական խնդիր։ Այդ քաղաքական խնդիրի համար ստեղծվել է Միսկի խումբը։ Բայց աշխարհը ընդունել է Ղարաբաղը։ Ղարաբաղը իսկոյ չէ, չճանաչված չէ, ոնց որ ասենք Հարավային Օսեթիան։ Ընդունել են խնդրեմը, ասել են պետք է լուծենք խնդրեմը, բայց մինչև խնդրեմը կլուծենք, տնտեսապես նա պիտի աշխատի, ապրի։ Դիմում եղավ Ադրբեջանին, կթողեք ձեր տարածքով առևտուր անեն, ասեցին ոչ, փագա սահմանը, ռազմաճակատը փագա, ասեցին ուրեմն Հայաստանով կանեն։ Վերջ։ Ապօրինի ոչինչ չկա, եթե Ղարաբաղը լինելով չճանաչված պետություն առևտուր անում Ռումինիայի հետ։ Այդտեղ ապօրինի որևէ ակտ միջազգային չի խախտվում։ Սա էր, որ պիտի Նազարբաևը որպես պատասխան ստանար։ Բայց սրա համար մարդիկ պիտի իմանային։ Եվ եթե դուք հիշում եք իմ այդ հանդիպումից հետո ոչ թե մերժեցին Հայաստանին, այլ Հայաստանը առաջինը նախարարստորագրեց առևտրի համաշխարհային կազմակերպության փաստաթուղթը ամբողջ խորհրդային միության հանրապետությունների մեջ, ներել Մերձ Բալտիկան։ ԵՏՄ-ն չի խոսում այս կամ այն երկրի մեջ օրինական կամ ոչ օրինակ տարածքներին։ Օրինակ, Երասական տնտեսական միությունում Աբխազիան մանդարին վաճառելու թե չէ։ Պատասխան՝ իհարկե այո։ Այդպիսի բան չկա, ես արդեն հասել եմ ինտերնետից կարդալ ԵՏՄ-ի պայմանագիրը։ Այնտեղ մենակ Ղարաբաղը չի, այնտեղ առավոտ 3-4 չճանաչված տարածք կան։ Այս մասին պետք է ասել, չամաչել։ Այլ ոչ թե երկնչել, թե ինչ-որ մեկը կնեղանա, եթե մենք խոսենք։ Հանրապետության շահերն են, հանրապետության կենսական շահերն են։ Ղարաբաղում հիմա իսկական պատերազմ է ամեն գիշեր միջին հաշվով 10,000 կրակոց։ 10,000 կրակոց, այդ երեխեքը զոհվում են։